Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Բաբայան, այնինչ տեղի է ունենում հիմա հայ-ադրբեջանական սահմանին, ավելի ճիշտ այն տեղեկությունները, ինչ հրապարակում է ադրբեջանական կողմը կրակոցների վերաբերյալ, դրանց ենթատեքստում ինչ է պատրաստվում անել Ալիևը։ Ես չեմ համարում, որ ինչ-որ բան է պատրաստում, Ալիևը ուղղակի զորավարժություններ են անցկացնում, մոբիլիզացիոն ռեսուրս են բարձրացրել, կոմպլեկտավորել են, սահմանին փորձում են ցուցադրել իրանց ուժը եւ փորձել այն ինչ-որ ուզում են հայկական կողմից դրանով իսպարտադրած լինեն, որ արագացնեն եւ գնան իրաց ցանկությունների կատարման։ Այսքանը կասեի։ Բայց հայկական կողմը համաձայնվել է նրանց առաջարկած 17 կետերին։ Նարեկ ջան, ես միշտ խոսում եմ, դուք կամ չեք լսում, կամ չեք ուզում լսեք, հա։ Ադրբեջանական կողմը եւ հայկական կողմը ունեցել են սկզբունքային 3-4 կետ, որը պայմանագրից հանել են, դա եղել է սահմանադրության փոփոխման խնդիր, դա եղել է մեղրի ճանապարհ, դա եղել է միջազգային դատարանից հետ կանչում, դա եղել է Մինսկի խմբի լուծարումը։ Մենք այս բոլոր հարցերը հանել ենք կետերը բանից, հա, փաստաթուղթը պատրաստել, խոստացել, որ դա հետ կանենք, դա չդնենք փաստաթղթի մեջ։ Հիմա ադրբեջանական կողմը ասում է հասկացանք, փաստաթուղթը պատրաստ է, հիմա այս կետերը արեցեք, որ մեզ չխաբեք, մենք ձեզ չենք վստահում։ Նոր այս փաստաթուղթը ստորագրենք։ Կարող ենք հասկանանք իրար ինչի մասին է խոսքը, հա։ Այս է խնդիրը։ Հիմա հայկական կողմները ասում է, չէ, բեր ստորագրենք, դա հետագայում ստորագրումից հետո կանենք։ Այդ ամբողջ խնդիրը տեղ է, հիմա երբ որ մերոնք պայմանագրից հանում էին կետեր, իրանց թվում էր, որ այդ կետերը ներառված չի, դրանովից թեթևացան ու եկան համաձայնության։ Բայց ադրբեջանցին հայերը ասում է բեռնի գոլը ջոկել է, ինչ է ուզում, նա ուզել է մտքեր հետ հասկանա, փաստաթուղթը պատրաստել են, հա, ինչ է պատկերացնում, նոր միայն այն գլխավոր 4 կետը դրել են մի կողմ, այսօր էլ հայտարարում է, ասում է մենք Իրանի իսլամական պետության հետ եկել ենք համաձայնության, շրջանցենք այդ ճանապարհը, դե մենք ձեզ բլոկադում շարունակել ենք պահելը։ Այդ խաղաղություն բան սուտ տեղը, որ խոսում ենք, դա էլ մոռացեք։ Բայց խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար ով եւ ինչ ջանքեր պետք է գործադրի, որ ի վերջո այդ իրադարձությունը տեղի ունենա։ Եթե անկեղծ լինենք, իմ կարծիքով մենք մեր խնդիրները պիտի լուծենք, մենք պետքա կառուցենք մեր ճանապարհները, ստեղ մեր բանակը հզորացնենք, մեր խնդիրները լուծենք, մեզանից ինչ-որ մի բան ներկայացնենք, որ նստենք այդ փաստաթղթերը ստորագրելու խաղաղության հավասարի հետ։ Հակառակ դեպքում իրանք թելադրում են իրանց կամքը, դա խաղաղության պայմանագիր չի, դա ոչինչ չի նշանակելու, դա խաղաղության չի բերելու։ Եթե ես ու դու իրարից կողքի ապրող, իրարից կախված չենք, ես քեզանով չեմ անցնում, դու ինձանով իրար հետ չենք շփվում ամենօրյա եւ այլ, դա խաղաղություն չի, դա ձևական մի փաստաթուղթ է։ Ես դրա մասին խոսել եմ բազմիցս ու այսօր կրկնում եմ, որ դա ոչ մի բան մեզ չի տալիս։ Պարոն Բաբայան, դուք նշում եք, որ Ալիևը փորձում է ինչ-որ ուժ ցուցադրել եւ այլն ճնշում գործադրել, բայց նա արդեն տների ուղղությամբ է կրակում, սա չի նշանակում եւ դրան զուգահեռ շուրջ 1 ամիս է տեղեկություններ է տարածում այն մասին, որ հայկական կողմն է կրակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, սա չի արդյոք նշանակում նաեւ այն, որ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հարձակման։ Ես չեմ համարում, որ դա նշանակում է, որ հող նախապատրաստում, ես համարում եմ, որ ճնշում է գործադրում, որի մասին մենք քո հետ բազմիցս խոսել ենք, որ անընդհատ ստեղ գծելու է
սենց բան անելու, ցավացնելու է, որ մենք գնանք այն քայլերին, որը իրան ցանկալի է, սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը տների ուղղության ակրակում, թե ինչի ուղղությամբ, երբ որ քեզ մոռացության են տալիս, փորձում ես մի բան, մի գեժություն անես, ակտիվություն անես, որ դու ուշադրության կենտրոնից դուրս չմնաս, դա Ալիևի դեռնայմի աշխարհիկ փոփոխությունները ընթանում, տարածաշրջանը մոռացել են, իր գեներալնի պլաններից չեն խոսում, անընդհատ ռևերանսներ անում, ասենք ԱՄՆ-ին եւ այլ չի ստացվում, այսօր էլ եթե նկատել եք Ուկրաինայի մասով խոսեց եւ վերեց նրան, որ Ռուսաստանը օկուպանտ է, ասենք ես դրա մասին ասել եմ, որ խիստ հակասության մեջ է լինելու Ռուսաստանի հետ իր ծրագիրը անցկացնելու։ Այսօր Վրաստանը տարանցիկ եկել նա Կովկասի, Ադրբեջանը իրան հռչակել է, որ ինքն էլ լինի այդ տարանցիկ երկրի մի մասը, տարածաշրջանը, իսկ Հայաստանը դա խցանում է, մենք պետք է մեր համար մտածենք եւ մեր խնդիրները փորձենք հենց եւ կարգավորենք, որ տարածաշրջանը մեզանից մենք մի բան ներկայացնենք։ Սրա մասին է խոսք, ինչ վերաբերում Ադրբեջանի կրակոցներին, հայկական պաշտպանությունը, որը 3 անգամ հերքում է, որ ինքը չի կրակել, ես համարում եմ, որ դա ոչ փորձառու մեր նախարարությանը նման բան պետք չի անել, եթե դուք չեք կրակել, դուք պետք չի որ 3 անգամ հերկեք։ Եթե նրանց առաջարկը մեր ասում եք, եկեք իրար հետևենք, տեսնենք ով է կրակել, քննություն տանենք ու մերժում են, սա պարզ է, որ ձեզ էլ իմաստ չունի հերքել կամ հաստատել։ Ընդհանրապես լռության մատնեք ավելի ճիշտ է, քաղաքականություն է։ Բայց այդ դեպքում էլ չի նշանակի, որ լռությունը համաձայնության նշան է։ Ոչ, չի նշանակում, իրանք շատ լավ գիտեն, որ ճիշտ հակառակը դու ունես Եվրամիության անդամ երկրների դիտորդները, որոնք շատ լավ առաջի գծում գիտեն ու որևէ քո հերքումը ոչ մի բան չի տալիս։ Իրանք էլ թող հերքեն, իրանք դրա համար են եկել, հսկեն այդ սահմանը եւ թող հայտարարություն անեն, որ դա ադրբեջանական կողմը ստում է։ Պետք է մենք իրանց հետ աշխատենք ավելի շատ, քան մեր պաշտպանության նախարարությունը, որը 3-4 անգամ ինչ-որ բան հերքի։ Պարոն Բաբայան, Ալիևի պահանջները հստակ են, բացի այս 17 համաձայնեցված կետերը, որը հանրությունից առայժմ գաղտնի է պահվում, նաև սահմանադրության փոփոխություն եւ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայաստանի կողմից տեսնում եք հավանականություն, որ այս կետերը եւս կբավարարի եւ դրանք ինչ վտանգներ են պարունակելու։ Ես ինչքան գիտեմ Հայաստանի կողմը դա արդեն բավարարել է, ուղղակի ժամկետային խնդիր կա, մենք Հայաստանի կողմը հասկանում է, եթե այսօր տնի սահմանադրության հանրաքվեի, նա չի անցնելու, տապալվելու է, դրանով իսկ տապալվելու է ամբողջ իշխանությունը, իշխանությունը ցանկանում է վերարտադրվի 26 թվականին, 27 թվականին տանի ընտրության հանրաքվեի, սա մեկ, բայց Ադրբեջանն էլ ասում է այդ դեպքում սպասենք խաղաղության պայմանագիրը դրանից հետո ստորագրենք, մենք չենք վռազում, սա առաջին, երկրորդ խաղաղության պայմանագրից հետո պատրաստ է Հայաստանի կողմը, հայկական կողմը հետ կանչի այդ Մինսկի խմբի լուծարման խնդիրը, իր համաձայնությունը տա, այսինքն նման խնդիր չկա, կա ուղղակի ժամկետների խնդիր, սա է իրականությունը, իսկ հայկական կողմին էլ փորձում է Ադրբեջանին բացատրի, որ 17 կետը ինձ օդի ջրի պես պետք է հենց այսօր, որ ես գնամ ընտրությունների գրեմ ու կարողանամ 27 թվին բավարարեմ ձեր սահմանադրական պահանջը։ Սա է, վեճը ստեղ է այդ մարդկանց։ Դուք Մինսկի խմբի լուծարումը համարում եք էական գործիքակազմի կորուստ, թե ոչ Արցախի հարցի հետ կապված, որևէ արցախյան որևէ հարցի լուծման հետ կապված։ Ես համարում եմ, որ Հայաստան պետությունը
իրավունք չունի նման հարցերով ինքը միաձայն որոշի, որտեղ եթե Հայաստանյան կողմը, Հայաստանի պետությունը հետ է կանչում Իրան բանը, Ղարաբաղի փոխարեն չպետք է խոսի, Ղարաբաղը պետք է նամակով հանդես գա այդ կառույցին եւ պարտադրի, որ այդ կառույցը զբաղվի Ղարաբաղի խնդրով մեկ, երկրորդը ես ժամանակին ասել եմ էլեկտրոնի հարթակ ստեղծեն դուրս գա միջազգային դատարան Ղարաբաղի կողմը իր իրավունքների, իր տնտեսական, իր վերադարձի բոլոր խնդիրները դատի տա եւ փորձի տեղով ստանա այդ փաստաթուղթը, Ադրբեջանը իզուր չի, որ ասում անգամ եթե միջազգային դատարանը որոշի, ես չեմ կատարելու, հա, ես դա գիտեի, ես երեխա չեմ, որ ասեմ վաղը դա միջազգային դատարանը ընդունելու է որոշում, Ադրբեջանն էլ կատարելու է, ոչ, ճիշտ հակառակը, այդ փաստաթղթերը մեզ պետք է գալու մի օր, որ շատ չխորանանք, կարճացենք, պետք է գալու, դա համար մենք պետք է այդ ճանապարհը գնանք, Հայաստանի իշխանությունը դա ուզում է, թե չէ, առանց Հայաստանի իշխանությանը, առանց Հայաստանի հարվածի տակ դնելու։ Դուք օրինակ ինչ լուծում եք առաջարկում այս իրավիճակում, մենք ունենք համաձայնեցված պայմանագրի 17 կետերով պայմանագրի նախագիծ, տեղեկատվական դաշտում հիբրիդային պատերազմ վարող թշնամական պետություն, նոր պահանջներով պայմանագրից դուրս եւ պայմանագիր չստորագրելու ցանկություն Ադրբեջանի կողմից։ Ըստ ձեզ այս իրավիճակում որը պետք է լինի լուծումը։ Լուծումը հետևյալն է, իմ իսկ պատկերացումով տարածաշրջանային խնդիրները դեռ բաց չի, տարածաշրջանը դեպի ինչ ուղղությամբ է գնալու, ինչ զարգացումներ է ունենալու, Ադրբեջանը էլ ասում է հստակեցին ԱՄՆ-ի հետ այդ վերջի ռևերանսները, որ անում է, ինչ է ԱՄՆ-ն համաձայնում է այն գեներալնի պլանին տարածաշրջանի եւ կենտրոնական Ասիան մեր տարածաշրջանով դուրս բերել Թուրքիայի միջոցով Եվրոպային կապել այդ շուկան օգտագործել թե ոչ եւ Եվրոպայի դիրքորոշում երբ որ այս ամբողջը բարձ լինի ստավկան անեն Ադրբեջանի վրա Ադրբեջանը արդեն խոսելու է այդ խնդիրներից այսինքն միջև այդ ինքը ձգձգելու է որևէ փաստաթուղթ չի ստորագրելու հիմա մենոնք էլ այդ թուղթը ես 5 անգամ ասել եմ վերցրել են ընկել այս ադրբեջանցու հետևից ասում են խնդրում ենք ստե ստորագրեք մի բան արեք որ ասես նա հետաքրքիր չի դա ասենք եկ մենք դատենք տեսնենք եթե փաստաթուղթ ստորագրում են կողմերի ինչ են ստանում բացի մի ստից թղթից ինչ են ստանում ոչ մի բան Ադրբեջանը ինչ է ուզում Ադրբեջանը իր ուզածը սահմանադրությունը փոխի Միսկի խմբը լուծարի միջազգային դատարանից փաստաթղթերը հետ կանչի եւ այլն, հա մեկ էլ ճանապարհներ ասում իմ ասած շրջանցում եմ իսկի չեմ էլ ուզում քեզ թողում եմ բլոկադայի մեջ ու քեզ չեմ էլ ուզում որ դու զարգանաս տենց էլ մնա հա ես ինչ եմ առաջարկում ես առաջարկում եմ որ չընկնել այդ փաստաթղթի հետևից 17 27 57 կետ այլ զբաղվել ինքդ քեզանով զբաղվել քո բանակով զբաղվել տնտեսությունով զբաղվել տարանցիկ երկիր դառնալու բոլոր հնարավորությունները ստեղծել, կապել, այսօր եւ Չինաստանի հետ այն ինչ որ կատարում է ԱՄՆ-ի Չինաստանի միջև Չինաստանը պատրաստ բանակցել պատրաստ լինի, ասենք ներդրումներ անի 50 տարով ճանապարհների բան կառուցման եւ այլն ու կարողանանք մենք տարածաշրջանում իրոք տարանցիկ երկիր դառնալու որ մեզանով անցնի այս ամբողջը եւ մենք մեր դերը ունենանք եւ զարգանանք տնտեսապես եւ կարողանանք մեր երկիրը տանենք զարգացման ճանապարհով եւ ինքներս պաշտպանված լինենք ոչ թե հույսներս տնենք որ Արևմուտքը կամ Ռուսաստանը կամ Պարսկաստանը ինչ որ մեկը մեզ պաշտպանելու է այլ մենք ունենանք մեր պրոֆեսիոնալ բանակը հզոր ինքներս մեզ պաշտպանված զգանք որովհետեւ խնդիր չունենանք սա է ճշմարտությունը սա է այն ճանապարհը որ մենք պիտի ընտրենք դեռ որովհետեւ փաստաթուղթ եթե նայում եք այսօր միջազգային ինչքան պայմանագրեր 2-3 ամսում Դոնալդ Թրամփը խախտեց ջնջեց շպրտեց թազա իր պայմաններն ա դնում եւ այլ ասենք աշխարհը
աշխարհագրությունը մեր ԱՄՆ-ն, Չինաստանը եւ այսօր Ռուսաստանը, Հնդկաստան եւ այլ այդ կենտրոնական Եվրոպան ամբողջովին փորձել են իրանց քաղաքականությունը եւ իրանց շուկաները, մեծ տնտեսությունները իրանց շուկաները գտնեն համագործակցության դաշտը, իսկ դա բերել է հակադրությունների եւ ճնշումների։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որտեղ ենք, որ եթե մեկի գիրկը չընկնենք, փորձենք ինքնուրույն երկկողմանի մեր խնդիրները լուծենք։ Սրա մասին ես բազմիցս խոսել եմ, այսօր էլ կրկնում եմ։ Բայց հիմա ակնկալիք կա, որ Թրամփը կարող է հրավիրել օրինակ Փաշինյանին եւ Ալիևին Վաշինգտոն եւ ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Դուք այս խառը իրավիճակներում, երբ տեսնում ենք Ամերիկայում ինչ է տեղի ունենում, Եվրոպայում ինչ է տեղի ունենում, տեսնում եք Ամերիկայի կողմից նման հետաքրքրություն այս տարածաշրջանի նկատմամբ, թե ոչ։ Ես Ամերիկայի կողմից տեսնում եմ տարածաշրջանի շահագրգռվածությունը, որ ցանկանում է որ տնտեսապես կենտրոնական Ասիան Կովկասը կապելով դուրս բերի Թուրքիայի միջոցով այդ Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ այլն, դա տեսնում եմ եւ տեսնում եմ, որ անգամ եթե հրավիրի ԱՄՆ եւ այնտեղ այդ փաստաթուղթը ստորագրեն, դա մեծ ոչինչ չի տալիս, ընդհանրապես ոչինչ չի տալիս, այդ փաստաթղթով ոչ մի բան չի լուծում, մենք 3 տարուց հետո Տրամփը չի լինելու, գալու է մի նոր ղեկավար, փորձել ենք մի նոր խնդրեմ լուծենք եւ ոչ մեկը չի արգելելու Ադրբեջանը ինչ որ պատճառ գտնի, որ հայկական կողմը խախտել է այդ պայմանագրի այսինչ կետը, դրա համար այդ պատերազմը սկսել է։ Հասկանում եք, մենք պետք է վերջ տանք հույս դնելով, որ այս թուղթը ստորագրեցինք, դա խաղաղություն է, այլևս նման բան հայկական կողմը չպետք է մտածի, ինքը պետք է ունենա իր գլխավոր երաշխիքը, դա իր պաշտպանությունն է, դա իր բանակն է, դա իր տնտեսությունն է, իր զարգացումն է, Իրանից կախվածությունն է իր հարևանները, որ Իրանով անցնեն, իր հետ ամեն օր շփվեն եւ առանց իրան չստացվի այն մնացած գործողությունները։ Սա է խնդիրը։ Պարզապես ձեր լավատեսությունը որտեղից որ Ալիևը չի հարձակվելու, հաշվի առնելով օրինակ Հասանովի վերջին հայտարարությունը Զորքին, որ պատրաստ լինել, այսպես ասած ճակերտավոր թշնամուն անհրաժեշտ նկատի ունենալով Հայաստանին, թշնամուն անհրաժեշտության դեպքում արձագանքելու։ Բանակը միշտ պետք է պատրաստ լինի, դա ընդունված համակարգ է, դա ես ասեցի շանտաժի լեզուն է, որ Հայաստանը միջ սանձած պահեն, դա եղել է, լինելու է ու դրանից ոչ մի վերլուծություն պետք չի անել, պետք է անել նա, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը գալիս է Բաքվում հայտարարում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է անմիջապես շուտ, ինչքան հնարավոր է խաղաղության պայմանագրի, դրանից հետո Ալիևը հլա չեմ գտնում, որ արդեն գժվել է, ոգևորված գժությունից մոտիկա, բայց հլա չի գժվել, որ ստորագրի բանանի, ասենք, դրանից հետո պատերազմ սկսի։ Դա ուղղակի իրատեսական չի, բացի նրանից այսօր Իսրայել, Թուրքիա եւ ինքն էլ միջնորդի դերում Սիրիայի տարածքում շատ լուրջ խնդիր է, իր գլխավոր սահյուզնիկը Թուրքիան, որ իրան թիկունք է կաղնում, այդ թիկունքը Ղարաբաղը չլինի եւ եթե նկատել եք այսօր ես իզուր չսկսեցի դրանից, որ Ադրբեջանը հաթաթա տալիս Ռուսաստանին ասում է դու օկուպանտ ես։ Եթե դա գնում է դրան, ասինքն ինքը հույսում վրա է դրել ինքը որպես Ադրբեջանի Իրանով ասում, իհարկե ոչ, դա մեծ թուրք եղբոր միջոցով եւ հիշեցնում է Շուշիի պայմանագիրը, իր միջնորդական առաքելությունը, որ Իսրայելը եւ Թուրքիան եւ ես չեմ տեսնում այդ պատերազմը, իմ լավատեսությունը գալիս է այլ նման վերլուծություններից, նման իրատեսական փաստացի ստեղծված վիճակին, որ ինքը այդ հնարավորությունը չունի այսօր պատերազմ սկսելու, դա հղի է իր պետականությունը կորցնելու։ Եվ Հայաստանի իշխանությունները այդ շանտաժին ենթարկվում են, թե ոչ։
Հայաստանի իշխանությունները շանտաժին ենթարկում են այնքանով, որ օրը 3 անգամ հերքում են, որ մենք չենք կրակել, երկրորդը գալիս են նրան, որ մենք պաշտպանական բանակ ենք ստեղծում, արդարանում են, անընդհատ արդարանման խնդիր են լուծում, ես համարում եմ, որ ենթարկում են այդ պարագայում։ Պետք է ուղղակի արհամարել։ Այսինքն ոչինչ չխոսել, ոչ մի գործողություն չձեռնարկել, հա, լուր հետևել։ Ճիշտ հակառակը, գործողություն ձեռնարկել, բայց ոչ մի բան չխոսել։ Միջազգային հանրությանը պետք չէ իրազեկել։ Բայց ձեզ բացատրում եմ, միջազգային հանրությունը այսօր կառնած է հայ-ադրբեջանական սահմանին։ Ամբողջովին իրանց հետ աշխատանք տարեք, թող իրանք էլ իրազեկեն միջազգային հանրությանը իրականությունը։ Այդքան մի բան։ Դե եթե ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի նկարագրածով գնա, այդ միջազգային հանրությունն էլ շուտով չի լինելու հայ-ադրբեջանական սահմանին։ Գիտեք, ցավալին նա է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը համարում են, որ իրանք չունենալով այն բանակի վրա մեծ գումարներ չդնելով եւ չզբաղվելով, իրանք կարող են պատերազմից խուսափեն եւ դա գենիալնի այդ, ասենք ասենք, այդ Նիկոլ Փաշինյանի բանն է, ճկուն արտաքին քաղաքականությունն է, որ կարող ենք բան։ Դա արդեն նմանվում է, որ մի պերիոդ ունեինք, որ մեր Էմի Գինյալնի թևը քաղաքականություն էր վարում, որ ինքնավոր կա, որտեղ եթե իր այդ ճկուն քաղաքականությունը չլինի, մենք չենք կարող ոչ մի բան անենք, մեր դերքը այդքան հզոր չի լինի բանակցության թեմայով, հա։ Հիմա էլ էսպեկտներ ճիշտ հակառակ կողմից է գալիս, որ իր ճկուն քաղաքականությունն է, որ աշխարհը խառնված է, Ադրբեջանի վրա ճնշում է եւ դրանով իսկ զսպում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք մեր պետության խնդիրները թողած, մեր բանակի ստեղծման, մեր պետության զարգացման, մեր պետությունը իր դերը բարձրացնելու եւ այլն, ձևական բաներ ենք անում, էլի առաջվա պես գնում ենք ձևական, ասում ենք Հնդկաստանի հետ հեսա բանենք ուչենիա ենք հասկացնում, մեկի հետ սենց ենք անում, ասենք ձևական փուչիկ, մենք ինքներս մեզ խափում ենք եւ արտաքին վեկտորն էլ համարում է, որ դա ինքը շատ ճկուն քաղաքականություն է վարում, դա համար այդ պատերազմը Այդ պատերազմը դուք չեք որոշում, այդ պատերազմը տարածաշրջանի զարգացումները եւ ոչ որոշիչ իրավիճակը թույլ չի տալիս, որ պատերազմ Ադրբեջանը կլինի, թե մի այլ ուրիշ պատերազմ սկսի, այլ ոչ թե ձեր ճկուն քաղաքականությունից, ժողովուրդ, մի քիչ ճիշտ գնահատեք իրավիճակը, բայց ձեզ ասում եմ, այսօր Թուրքիա, Սիրիա, Իսրայել այդ խնդիրը, այդ պրոբլեմը, Լիբանան, Լիվիա, Գազա, դա շատ լուրջ խնդիր է։ Եվ այնքան է լուրջ, որ Ադրբեջանը միջնորդ հադարել ու իր հրապարական ելույթում ասում է, որ շատ ծանր է վիճակը։ Տենց հեշտ չի։ Սա ձեզ ուզում ասեմ Ադրբեջանը կախվածության մեջ է, այսպես թե այնպես իր ամբողջ հնարավորությունը, իր ստավկան դրած է Թուրքիայի վրա, Թուրքիայի միջոցով։ Եթե Թուրքիայի հետ այդ խնդիրը Իսրայելի հետ լինում է եւ ԱՄՆ-ն բարձ է դիրքորոշում փոխելու է դեպի Իսրայել, հա, Ադրբեջանը դառնալու է, կներեք, որբ երեխա, ով հելնի շուտ գլխին տալու է։ Դա շատ լավ հասկանում են ու պետք չի այդ մարդկանց խաբել, որ ձեր դիվանագիտությունը փրկում է, որ պատերազմ չի սկսում։ Անցնենք առաջ, Նարեկ ջան։ Դուք զորավարժությունները համարում եք փուչիկ, բայց այս օրերին Հայաստանն ու Իրանն են անցկացնում հայ-իրանական սահմանին զորավարժություն եւ դա մեկնաբանվում է, որ երկու պետությունները ցույց են տալիս, թե ինչ կլինի հավանական հարձակման դեպքում, որը կլինի Իրանի արձագանքը, որովհետև առանցքային քայլ համարվում է Իրանի գործողությունը։ Բացի այդ նաև Միացյալ Նահանգներն ասում են սպառազինություն է բերում Հայաստանում զորավարժություն անցկացնելու համար։ Դուք սրանք եւս անօգուտ գործողություններ եք համարում։ Ես համարում եմ բացած զորավարժություն, լարվածություն ենք ստեղծում տարածաշրջանում, կապ չունի
մեկ ենք այդ զորավարություն անում, զորավարություն արեք ինքներդ ձեր բանակում, ձեր բանակը կատարելագործեք, ձեր բանակի սպառազինությունը, սպայական կազմը կրթեք, անցեք պրոֆեսիոնալ բանակի, ինքներդ ձեզ պաշտպանելը սովորեք, մնացածը սուտ է։ Բայց այս աշխարհում ո՞ց է հնարավոր։ Ինչպես։ Ինքներս մեզ խաբում ենք։ Բայց այս բանում աշխարհում ո՞նց է հնարավոր, պարոն Բաբայան, առանց դաշնակիցների, առանց գործընկեր պետությունների միայնակ անվտանգություն ապահովել։ Եվրոպան, որ Եվրոպա է, ամերիկան զորքերը հետ քաշեց, կատաստրոֆիկ վիճակում է հայտնվել, Ֆրանսիան լինելով միջուկային գերտերություն։ Նայ, ես չեմ ասում, որ մենք պետք է սահյուզնիկ չունենանք, չհամագործակցենք, իրար հետ խնդիրներ չլուծենք, իրար շահեր չսպասարկենք մեր սահյուզնիկների հետ։ Ես ասում եմ, դու քոնը ստեղծի, որ դու քեզանից մի բան ներկայացնես, նոր միայն դրանով զբաղվի։ Դու ասում ես, չէ, մեր ընդհանրապես պետք չի ստեղծել, պետք ցուցադրենք, որ ունենք։ Այն ոնց որ խաբել ենք 30 տարի, պետք տենց էլ շարունակենք խաբել, որ ունենք։ Ասում եմ, չեմ մասնակցում, էլի ես իմ կողմից, որպես քաղաքացի, չեմ մասնակցում խաբեբայությամբ, չեմ զբաղվում։ Ինչ կա անհասկանալի Նարեկ, դա դառնում է, որ ես չեմ ուզում, որ մենք հզոր բանակ ունենք, զորավարժություններ անցկացնենք Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի, ով ասել, որ չեմ ուզում։ Բայց պիտի ունենաս, չէ՞ որ գնացել զորավարժություն, քեզ ոչինչ չունես։ Մեր մեզ ինչ ես ցուցադրում։ Ես ինչից եմ խոսում, դու ինչ ես ասում։ Մենք հիմա չենք գնում, պետությունը չի գնում այն ուղղությամբ, որ նաև ինքը ունենա։ Ես եթե դու տեսնում ես, որ գնում հա, ուրեմն լավ է։ Ես չեմ տեսնում։ Ալիևն ուղղակի ասում է այդ սպառազինությունները, որ ձեռք եք բերել, հետ ուղարկեք։ Ճիշտ է, Ալիևը ասում է սպառազինությունները հետ ուղարկեք, մենք էլ տեսնում ենք, որ մեզ ինչ բանակ ունենք եւ ունենք թե չէ, որտեղ սպառազինությունով չի որոշվում 100 գալբեց այս ավել առել թե պակաս դրանով չի որոշում քո մարտունակությունը, քո բանակի հզորությունը եւ այլն։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի ոգևորությունը խաղաղության պայմանագրի նախագծի հանգամանքով ինչով է պայմանավորված։ Իրական Հայաստանի տեսլական ունի, դասախոսություններ է կարդում։ Գիտեք, երբ որ մարդը անձը իրան համոզում է մի բանի մեջ, որ ինքը միրատորեց, ինքը խաղաղություն է ուզում, Նարեկն էլ չի ուզում այդ խաղաղությունը, ինքը համոզել է իրան, բայց ինքը չի ընկալում, որ Նարեկը իրանի շատ է ուզում խաղաղություն, բայց ուզում է, որ պատվով լինի այդ խաղաղությունը։ Հասկանում եք, ոչ թե ստորացած խաղաղություն, այլ պատվով խաղաղություն, կողմերը իրար հարգեն, այլ ոչ թե նվաստացնեն։ Դա համար իր հետ վիճելը, խոսելը, բանավիճելը իմաստ չունի, ինքը համոզված է, որ ինքը միայն ու միայն ճիշտն է։ Ու ինքը չի թաքցնում դա։ Ինքը կրթում է մարդկանց, մի զբաղվում է մարդկանց կրթությունով, բայց կուսակցություն է, էլի ստեղծում, կուսակցության շարքերն է մաքրում, նորացնի, բայց անունը էտա դրած։ Հասկանում եք, ուղղակի բոլորին թվում է, որ իրանք խելոքն են, մնացածն էլ չեն հասկանում ինչա կատարում։ Ես ասում եմ նա, որ մենք պետք է լուրջ բանակով զբաղվենք, մեր տնտեսությունով զբաղվենք, մենք տարածաշրջանում դառնանք տարանցիկ երկիր բոլոր առումներով, բոլոր նավթի, գազի, էներգիայի, ճանապարհի, երկաթուղու, օդանավերով, բեռնատարներով եւ այլ, մենք այդ հնարավորությունը ունենք։ Ավելին քեզ ասեմ, Նարեկ ջան, որ մենք ունենք Հնդկաստանը, որը 1.6 բնակչություն ունի, Չինաստանը 1.4 բնակչություն ունի, մեր տարածաշրջան կենտրոնական Ասիա, Իրան, Թուրքիա, Ռուսաստան մի 500 միլիոնից ավել է դա, այսինքն մենք ընդհանուր առմամբ
մենք մի ճանապարհի վրա ենք, մի տարածքում ենք, մի խաչմերուկում ենք, որտեղ մեծանով կարա անցնի 3,5 միլիարդ մեր երկրագնդի 40% բնակչությունը օգտվի դրանից եւ իրանց տնտեսությունները։ Հիմա սա իրականությունն է, թե ով ինչ է ասում Հայաստանի դերը կամ լավ չի ընկալում Հայաստանի դերը, դա արդեն այլ խնդիր է։ Եթե նկատում եք մեր ճանապարհները Հնդկաստան, Իրան իսլամական պետություն, Հայաստան, Վրաստան, Սև ծով, այսօր նույն Չինաստանն է ուզում կենտրոնական Ասիայով մեջերկրական ծով, որովհետև այդ պատերազմը, որը հայտարարել է տնտեսական օրենսդրական բոլոր առումներով ԱՄՆ-ն Չինաստանին եւ այն քաղաքականությունը, որը վարում է, մենք լուրջ մեր դերը բարձրանալու է, եթե մենք ճիշտ օգտագործենք եւ ճիշտ դիրքավորվենք։ Ես սրա մասին եմ խոսում, եթե վաղը այն ճնշումները, որը լինելու է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա եւ չի հնարավորություն չի տալու Թուրքիային լուրջ խոչընդոտներ ստեղծելու այդ ուղղությամբ բանը, որտեղ կորցնելով մենակ այդ տարածքները չի, կորցնելով այդ տարածքները մեջերկրական ծովի մեծ մասը Իսրայելի ամբողջ շնչառությունը փակվում է Թուրքիայի կողմից, եթե Լիբիան Սիրիա եւ այդ տարածքը նայես ծովով եւ տեսնելու ես ինչա կատարվում եւ ինչքանով են շահագրգիռ լինելու այդ պետությունները Թուրքիան, որ ամեն գնով պահի իր հասկողությունը եւ անի եւ Իսրայելն է պետք է ամեն գնով դա բացառի, դա համար շատ լուրջ խմորումներ է, ինչի եմ ես սա ասում, որտեղ Թուրքիան ամբողջովին կողմնորոշելու է այս կողմի վրա իր տնտեսական ամբողջ գործունեությունը։ Սա լուրջ խնդիրներ է, դա համար ես կառաջարկեի մեր պետությունը լուրջ վերլուծություններ անի եւ ճիշտ դիրքավորվի տարածաշրջանում եւ կարողանա զարգացում ապահովել։ Իրանից կախվածությունը մեծացնի։ Պարոն Բաբայան, իսկ հնարավոր է առանց խաղաղության պայմանագրի ստորագրման օգտվել այդ ճանապարհներից, որ այդ երկրագնդի 40%-ը կարողանա անցուդարձ անել։ Ուրեմն ես համարում եմ, որ եթե ճանապարհները դու բարձր մակարդակով կառուցում ես, այդ հնարավորությունը ստեղծում ես, Ադրբեջանը ինքը հատված առաջից կնքի ճանապարհների խնդիրը, հետո կկնքի մի այլ խնդիր, պետք չի ասել, բերեք այս 17 կետը գրենք, ստորագրենք, դրանով է խաղաղության ենք գնում։ Իհարկե, եթե քո շահերից բխի, ինքը տեսնի, որ առանց իրան դա կատարվում է, մի բան պատկերացրեք, որ եւ Թուրքիան եւ ասենք Չինաստանը, կենտրոնական Ասիայի պետությունները բանը, երբ որ դու այդ ինքը այսօր ձևակերպան, որ դրան խոչընդոտը դու ես եւ իրական դու ես։ Դու որտեղ քո հարևաններին խոսք ես տվել, որ այդ ճանապարհները չտաս եւ դու իրական խոչընդոտ ես։ Եթե դու այդ խոչընդոտը չես լինում, ինքը չի կարող արդեն այն մեծ գերտերություններին կամ իր պարտներ պետություններին, Կազախին, Ուզբեկստանին եւ մի շարք պետությունների համոզի, որ դու ես խանգարիչ, չի կարող ուղղակի, որտեղ քո ճանապարհները կառուցած, հնարավորությունը տված է իր մնումա միանա, ստորագրի ու սկսի գործել այդ ճանապարհները։ Դա համար ասում եմ, մենք մեր ճիշտ դիրքավորվենք եւ հասկանանք ինչ ենք անում։ Իսկ դա ռիսկային չէ միլիարդներ ներդնել, կառուցել տրանսպորտային ուղիները, ավտոմոբիլային, երկաթգիծ եւ դրանք չգործարկվեն վնասներ կրի Հայաստանը։ Որևէ ռիսկային տեղ ոչինչ չկա։ Հիմա երբ որ դուք այդ ռիսկերը ընկալում եք, հասկանում եք, հիմա ես քեզ հակառակ հարց տամ։ Ռիսկային չի, որ Թուրքիան այսօր Ղարսից ճանապարհակառուցում Նախճիվան երկաթուղի եւ ճանապարհ ծախսում է ասենք 2-3 միլիարդ կամ Ադրբեջանը ծախսում է այդ միլիարդները եւ ինչ հաստանալու այդ ճանապարհները չի գործելու դու խանգարում ես հա ռիսկային չի դու դա չեք ուզում տեսնեք մենակ քոնն ես տեսնում
Նամակ դու էլ կառուցի, միաց այդ ճանապարհներին քո պետությունը դա զարգացման ճիշտ դիրքավորվի։ Ինքն էլ հասկանում, որ առանց քեզ չի կարա, դու էլ հասկաց, որ դու էլ առանց իրան չես կարող։ Դրանով իրարից կախվածության մեջ եք, իրար հետ շփում եք, իրար հետ համագործակցում եք ու առաջ եք գնում։ Պարոն Բաբայան, խաղաղության պայմանագրի 17 կետերից որևէ մեկը չի առնչվում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դուք այս բացթողումը ձախողում համարում եք, թե ոչ։ Ես համարում եմ, իհարկե բացթողում, ես չգիտեմ, կա այդ 17 կետի մեջ թե չկա, տեղակ չեմ, չգիտեմ ինչա, բայց ես մի քանի անգամ դրա մասին խոսել եմ, որ մենք մեզանից կախված առել ենք, որ ունենք այն հնարավորությունները, որ այդ հազարավոր դիակները տանք իրանց, այդ թաղումների տեղը ցույց տանք եւ իրանք դրանով իսկ մեր 23 հոգի են, 27-ն են, թե ինչ են, այդ մարդկանց փոխանակեն, մեկ, երկրորդն էլ այն դիակները, որը իրանց տարածքում մնացել է, դա էլ վերադարձնեն անհատ կորած մարդկանց մասին խոսքի կամ ողջ պիտի տան կամ դիակը պիտի հանեն։ Սա այս քաղաքականությունը պետք է տանել եւ իրանց հետ խոսել այդ թեմայի շուրջ, եթե մենք ուզում ենք խաղաղության գնանք, այդ սպինները պետք է մենք հնարավորին չափ ինչ հնարավոր է վերացնենք երկու կողմերն, միակողմանի դա չի լինում։ Հասկանում եք, դա համար պետք է բանակցություններ, պետք է բացատրել, պետք է խոսել դրա մասին ու հասկացնել եւ միջի ոչ միջազգային ճնշումը մեծացնել այդ ուղղությամբ։ Միջազգային հարթակում որևէ մեկը չի կարող քեզ համոզի, որ դու խաղաղության փաստաթուղթ պետք է ստորագրես առանց այդ գերիներին վերադարձնելու։ Չի կարող քեզ համոզի ու չի էլ անի։ Ուղղակի հարցը ճիշտ պետք է ձևակերպվի, տնվի։ Եթե մենք հայկական կողմը ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, դրանով համարում ենք խաղաղության է գնում, ես բազմիցս ասել եմ, այսօր կգնում եմ, չարաչար սխալվում եք, նման բան գոյություն չունի։ Դուք հետևում եք Բաքվում ընթացող այդ դատավարություններին, որոնք անցկացվում են փակ ռեժիմով առանց անկախ լրագրողների, իրավապաշտպանների ներկայությամբ, մենք իմանում ենք դրվագներ միայն պետական լրատվամիջոցի հրապարակումներից եւ այնտեղ այդ հրապարակումների համաձայն գործիչները նշում են կոնկրետ դրվագներ եւ շեշտում, որ դրանք Հայաստանի հրամանով են կատարվել այս կամ այն ռազմական գործողությունը։ Տվյալ պաշտոնյաներն ասում են, որ իրենց Արցախում այդ պաշտոնին նշանակել է Հայաստանի այսինչ ղեկավարը։ Ադրբեջանը դա ինչպես կօգտագործի Հայաստանի դեմ, ինչ վտանգներ են դրանք պարունակում։ Ես չեմ գտնում, որ վտանգներ են պարունակում, ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը առաջի պատերազմում որևէ կապ չի ունեցել այդ պաշտոններով նշանակման, ես լսել եմ մի դատական մի երկու ելույթ, ցուցմունք, ասենց ասենք, համամիջ չեմ, որ իրանք ասում են Հայաստանի Հանրապետությունն արել, ես դրա մասին բարձրաձայնել եմ, ես դրա մասին խոսել եմ, որ ռազմական ոլորտի բոլոր որոշումները կայացրվել է Արցախում, այո, եւ դրա որոշում կայացնողը իմ մասով 92 թվական օգոստոսից մինչեւ պատերազմի ավարտ մինչեւ 99 թվականը որոշումները կայացրել եմ ես։ Պատրաստ եմ, եթե իրանք տենց շատ են ուզում դատվել, միջազգային դատարանում դատվենք։ Տեսնենք, ես եմ դատում թե ինք, կամ միջազգային օրենք, կամ ՄԱԿ-ի կանոնադրությունում կետ, ցանկացած ազգ, ժողովուրդ պարտավոր են իրանց պաշտպանելու։ Մենք մեզ պաշտպանել ենք եւ երբ որ ես ասում եմ այդ դիակները եկեք տարեք, դա Արցախի հողի վրա է։ Հա? Եկեք Արցախի հողում տեսնենք դուք ավտոմատով տեղ ինչ եք անում, որ դիակ եք տարել։ Այնպես որ այո, նրանք գերիներ են, նրանք կարան ինչ ուզում ես խոսեն, հա? Երբ որ իրանց լսում էի ժամանակին Արայք Հարությունյան, Դավիթ Իշխանյան եւ այլն, բոլորն ասում են, որ պատերազմը իրանք էին հաղթել,
բոլորը։ Հիմա ինձ պարզվել է, որ իրանք իսկ այդ պատերազմներին չեն էլ մասնակցել, տենց էլի, ինչքանով, որքանով։ Մնացածը ասում են, անուններ են տալիս, ով են, ինչ են, հա։ Դա փաստ է, հիմա ինչքան գնաք ամեն օր լսելու եք դա, որ էլ չեն ասում, որ հա, ասենք Նարեկա չի ասում, ես եմ հաղթել, ասում է, դերի ղեկավարը կամանդուշին, եղել է այս ինչ մարդ, այ ինքն է, այսինքն ցույց տալիս են գողության, չնայած Հայաստանում միջև օրս մարդիկ չեն ուզում դա ընդունել, որ դու ես կառավարել, ասում են չէ, մեր այս ինչն արել են, ինչն արել, բայց հենց որ նեղ տեղ են ընկնում, պարզվում է կառավարիչը դու ես եղել, ուրիշ ոչ մեկը չի եղել։ Այնպես որ խնդիր չկա, գերին կարա ինչ ուզում ասի, դա որևէ հիմք չի հանդիսանում, որևէ հիմք, ինչ վերաբերում է Աներին կա հրամաններ, կա գործունեություն եւ երևում է որտեղ ով է ինչ նշանակել եւ մանավանդ որ ոչ մի բան արխիվը չեն վառել թողել են ադրբեջանցուն, ադրբեջանին շատ լավ այդ հրամաններով տեսնում է հրամանի տակ ում ստորագրությունա դրած։ Այլ պատասխանը ոչնչացվել դա։ Դե դա արդեն այ որ Հայաստանի պաշտպանության նախարարը վերցնում է Ղարաբաղի հրամանատարներին ստե պաշտոններ տալիս նրանցից հարցնեն քիչ են արել ինչն է խնդիրը Պարոն Բաբայան Ալիևը ռևանշիստների է պահանջում Հայաստանից որոնք երկարատև խաղաղությանը կարող են խանգարել դուք ձեզ տեսնում եք այդ ռևանշիստների ցուսակում թե ոչ Գիտեք, Նարեկ, ինձ հարց եք տալիս, որ ինչ անշակում ռևանշիստ, օրինակ կարած բացատրես, այդ ինչ ռևանշից եք խոսում, ես օրինակ մի ժամակ կես հետ խոսում եմ, իմ մեջ այդ ռևանշի բան տեսար դու, հասկանում եք, ինչի մասին Դուք Արցախը ազատագրելու մասին չեք մտածում? Ես կարամ ամեն ինչի մասին մտածեմ Որ իշխանություն ունենաք Արցախը ազատագրելուն ուղղված քայլեր չեք անելու։ Որովհետև ես նման քայլից չեմ խոսում, ես ֆանտազիայով չեմ տառապում, ես իրատես եմ եւ եթե ինչ-որ մի խնդիր պետք է լուծվի, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մենք պետք է Հայաստանի Հանրապետության մասին մտածենք, զարգացում, նրա պաշտպանություն, նրա բոլոր խնդիրները։ Նայած հետո նոր կխոսենք մնացած այլ խնդիրների մասին։ Հələ գետը չասած ինչ եք ուրանում, թռվում։ Ինչի մասին է։ Հայաստանի արտգործնախարարության վերջին հայտարարությունը ինչպես եք մեկնաբանում այն, որ դե եղել է Արցախի լուծարման հրամանագիր եւ այդ պահից սկսած Հայաստանը չէր կարող բանակցել Ադրբեջանի հետ Արցախայության իրավունքների անվտանգության եւ մնացած այլ հարցերով։ Ես sense ասեմ, ես ուշադրությունը չեմ դարձնում ինչի մասին, դա նույնն է, որ հին ու նոր իրար վրա են գցում, ով ապարտվել, ով չի պարտվել, որտեղից է եկել, ինչ արել, մեղքեր, էլի, հիմա նույնն էլ դա է, դա համար, որ այդքան չլինի կա իրավական դաշտով գնում ենք միջազգային դատարան, դեղ Ղարաբաղը ինչ իրավունք ունի, կետերի կասախ, դա տենք տալիս ու սկսում կետ առ կետ պաշտպանել այդ խնդիրները, ես Հայաստանի իշխանության արտաքին գործերի նախարարի մի հարց եմ տալիս, դուք Արցախի մարդահամարը, սովետական Ադրբեջանի տարածքում կատարած մարդահամարը, ասենք այս ինչ թվականին ինչքան մարդ ա եղել եւ բնականon եթե Ադրբեջանը հաճել է դրանից հետո 7 միլիոնից դարել է 10 միլիոն 150 հազար, ապա Արցախն էլ 8%-ն ա եղել։ Դե մի 10 միլիոն 137 հազարի 8%-ը հանի ստանալու ես 812 հազար բնակություն։ Որտեղ են դրանք, ուր են այդ ժողովուրդը, ինչի մասին եք խոսում դուք տղերք, ինչի մասին եք խոսում ընդհանրապես, եթե խոսում եք ասում եք գիտեք, այդ 8%-ը ունի բոլոր այն հնարավորությունները, ստորգետնյա հարստությունից սկսած ամեն ինչից, որ իրան փայ հասնում այդ երկրից,
այդ երկիրը մենակ իրանց չի եւ ոչ էլ ադրբեջանցին է բերել կամ եթե մենք իրար հետ չենք ապրում կողք կողքին իր այդ հողատարածն է հասնում իրան այսքան մենք իմի ոչ նա եք տալիս ոչ նա քշել եք այդ ժողովրդին հիմա էլ ասում եք նրանք իրանց իրավունքները դրանով ավարտել են լուրջ է դուք փակել եք բլոկադա եք արել ռմբահարել հետո ճանապարհը բացել մարդը իսկույն այդ փակ դուռը որ բացվել է դուրս է գալու էլի բարձ չի ու ասում եք դե քանի որ դուք դուրս եք եկել ու ձեր ղեկավարն էլ չգիտեմ ստորագրել է ինչ-որ մի փաստաթուղթ նույնց եմ ասում արտաքին գործերը գիտի մեր որ ժամանակին ես Արցախից բազմիցս դիմել եմ Հայաստանի իշխանություններին տարբեր խողովակներով որ եթե իրոք այն ինչ-որ Բաքվում ասում են Հայաստանը ազդեցություն ունենալ այդ իշխանությունը վերցնենք, փորձենք բանակցենք ու այս վիճակին չլինենք, բայց քանի որ Հայաստանի իշխանությունը դա ձեռք է տվել, որ այս վիճակը դառնա, ինքը ասել է ես չեմ մասնակցում, բայց մասնակցել է եւ այդ իշխանությունը պահել է Արցախում, հա, փորձել է աջակցի, որ դա մնա եւ այդ սցենարը կատարվի, ապա ինքն էլ իրանց հետ բոլորը միասին մեղավոր են, ես տենց եմ համարում Իդեպ, ձեր նախաձեռնությունից նորություն, նոր ասելիք ունեք, թե ոչ հայտնի առաջարկները, որ արել էիք, փոխանցել էիք Ալիևին։ Նարեկ, որ մի քիչ էլ քնավնցնենք, ելնենք, նոր կարգուլ գա գերի վրա։ Չէ, իհարկե, տես բան չկա, դա թեման փակ է, դրանով ավարտվել է այն վաղտ, երբ որ այդքանը կատարվել է, հնարավորություն չեք տվել, որ զբաղվենք Դա եկել ենք Հայաստանի փողոցները ընկել, հիմա բողոքում ենք, որ ինչի են վաղ չհամաձայնվեցինք, բայց արդեն ուշ է։ Ես դրա մասին բազմիցս արտահայտվել եմ։ Պարոն Բաբայան, դուք տեսնում եք Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսք, խտրականություն, ճնշումներ, թե ոչ, նման մտահոգություններ են հայտնում։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի պետությունը, պետական խողովակը այդ ճնշումները գեներացնում է այդ ճնշումները եւ փորձում է ցույց տա, որ արցախցիները ոչինչ իրանք են մեղավորը այս ստեղծված վիճակի եւ իրանք քանի որ մեղադրյալը արդեն կա ոչ մի բաներ չանենք Հայաստանի հասարակության մեջ սերմանենք, որ սրանք մեղավոր են, սրանք չկռվեցին, չկառնեցին, չարեցին ոչ մի բան, իր դերը որ մոռանալը, որ ինքը վերցրել է իր վրա պատասխանատվությունը Արցախի ժողովրդի պաշտպանությունը, երաշխավորը, իր մոռանում է եւ որ չի կարողացել կազմակերպի, որ Արցախցին իր հողի վրա կռվի եւ պաշտպանի իր հողը։ Սա խնդիրներ է եւ դա գեներացնում է նա մեղքի զգացումից դուրս գալու համար այս գործող իշխանությունը, որ ես համարում եմ սխալ եւ հանցագործություն է դա, չի կարելի մարդկանց նսելմացնել սուտի, հասկանալը, որ իրանք հարթակ չունեն ձեր հետ բանավիճելու եւ դուք քաղաքականություն եք վարում այդ ուղղության սերմանում ժողովրդի մեջ ճշտամանք, որ ճիշտ չի կամ էլ մարդիկ դուրս են գալիս, ասում են դուք միջև տուն տալը կամ տների հարցը լուծելը պետք է այդ 50,000-ները պահպանեք, դուք ասում եք դե գիտեք դեք սոցիալական հարց մենք այդքան տարի ձեզ պահել ենք։ Հիմա ես ձեզ ասեմ, որ դուք չեք պահել, դուք ստում եք, դուք մարդկանց նվաստացնում եք, դուք խաբում եք, արցախցիները դուք ձեր բյուջեի ինչ տոկոս տալիս եք, Արցախը ձեր բնակչության 4.5%-ն էր, 96 թվականին Արցախը ուներ տամոժնի, Հայաստանի իշխանությունները 97-ին Քոչարյան Ռոբերտի գլխավորությամբ դիմել են Արցախի պետությանը, խնդրել, որ Արցախը չունենա այդ տամոժնին, ոնց որ Գյումրին, Սիսիանը, մարզերը, հա, չունենա այդ տամոժնին, Հայաստանում մուծումները անեն, որ Հայաստանի բիզնեսմենները չշրջանցեն Հայաստանի օրենսդրական բազան, չգրանցվեն Արցախում եւ հարկեր այնտեղ չմուծեն, չշրջանցեն դրա համար մենք այդ տամոժնին բերեք պայմանավորվենք հանենք, դուք չհարկեք,
մենք գլոր ձեր 4.5%-ը մեր բյուջեից ձեզ ենք հատկացնում։ Եղավ։ Դե մի վերցնենք, նայենք, տեսնենք ամեն տարի ինչ բյուջե ենք ունեցել, 4.5%-ը հաշվենք ու նայենք, տեսնենք Արցախին ինչ ենք տվել։ Ինչքան ավել տված կլինեք, այնքան ավելի կհամարեք, որ այսքան մենք լավություն ենք արել Արցախցի քեզ։ Ինչ վերաբերում է բանակի մասով։ Հիմի այն օրը նկարները գցած, տեսել եք, զինվորը ձյա մեջ, լրիվ կորած, սարի գագաթին եւ այլ։ Արցախցին Աղդամում սահմանը պահելա Վարդենիսը, պահելա Սիսյանը, պահելա Գորիսը, պահելա Ղապանը, ինչ տարբերություն որտեղ է, պահելա Հայաստանի, հիմի չկա Արցախը Հայաստանի սահմանի վրա է եւ Կրակոցը Հայաստանի քաղաքացին է լսում, հա, եթե տենց համարենք, ասենք այդ ծախսը մեկը այսպես թե այնպես բանակի պիտի կատարվի, Ղարաբաղի այդ տոկոսն էլ հաշվեք, դա էլ փաստ է, հիմի անցնենք երրորդ փուլին, հա, դուք տարեկան ստանում եք մոտ 300-200, չգիտեմ, քանի միլիոն դոլար, ասենք, տրանշներ եք ստանում, կանաչապատում, դպրոցների համար, ռեֆորմների համար, ասֆալտապատում եւ այլ, դրանից երբեք դուք մի տոկոս Ղարաբաղին գումար հատկացրել։ Այնպես որ ժողովուրդ, այդ ձեզ որ խաբում են, այդ կինոն պատմում են, վերջ տվեք, դուք ոչ մի բան չեք արել։ Դուք որ անը տեսնում ես Աղդամը, թող ոնց է կառուցում։ Տեսնում ես ինչ է դնում դեղ։ Այնա պիտի դու անեիր։ Քանի չես արել, սուս-փուս նստի տեղդ, այդ Ղարաբաղ ցույց քիչ քարգոծեք։ Դուք եք արել։ Առաջի պատերազմում Ղարաբաղցին ինքը իրան կազմակերպել է ու հաղթանակը բերել։ Թողեիք իրանք ոնց ղեկավարում են, տենց ղեկավարվեին։ Չվերցնե, դուք միջև վերջի օրը իշի խոսքերտես։ Միջև ամսի 23 թվականի սեպտեմբերի 19-20-ը այդ միավորը, որ ընդեղ գործում էր, եղել է ուղիղ ձեր ենթակայության տակ։ Սրանով ամեն ինչ ասվում է։ Ու վերջ տվեք։ Երբ որ ասում եք քիչ ես մնացել կռվել, բանակը ձեռնա հրամանը դուք եք տալիս։ Տայիք կռվեին։ Եթե վատն են եղել, չեմ բերում նման հրամանատարին դնում պաշտոնների։ Մեկը չկա, որ առանց պաշտոն է մնացել դրանցից։ Մենք էլ հասկանում ենք ինչի համար եւ ոնց։ Խորհուրդ եմ տալիս մի քիչ խորացեք լրատվական միջոցները, ամբողջը հասկանալու եք։ Տենց չի որ խափելով պիտի առաջնորդվեք։ Մի խափեք, ոչ եմ բացատրում։ Տնտեսական Արցախը ինչքան գումար ստացել է, 4.5%-ը Հայաստանի բյուջեի տալիս էին իրանց։ Դա այդ որոշումը 96-7 թվականներին են կայացրել, 7 ավելի շուտ, որ պայմանավորում ենք այդ տարբերակը, որ Արցախի, որտեղ շատ ընկերություններ կային խոշոր, որ գրանցված էին Արցախում։ Նու Եվրոպայի մեթոդը, որտեղ գրանցված են դեռ էլ հարկա տալիս, հա, իրապահական դա համար չէին ուզում դա լինի ու եկան այդ պայմանավորվածության։ Դե նայեք տեսեք տարեկան ինչքան գումար եք հատկացրել եւ այդ տարին ձեր բյուջեն ինչքան է եղել, դրա 4.5%-ը հաշվեք, տեսնելու եք, որ լավ մի բան էլ պակաս եք տվել, էլի խապել եք, էլի օգտագործել եք։ Սա իրականությունն է։ Մնացածը Նարեկ ջան, կինոն է։ Մի մասնակցի այդ կինոյին։ Պարոն Բաբայան, ներքաղաքական թեմաների անդրադառնանք, տեղի ունեցավ երկրորդ քաղաքում ընտրություն եւ դուք անմասն մնացիք ձեր կուսակցությունը, բայց նշել էիք, որ ակտիվ քաղաքական process-ների մասնակից եք լինելու, թե միայն համապետական նշանակության ընտրություններին եք մասնակցելու։ Նարեկ ջան, ես գտնում եմ, որ պետք է մենակ համապետական ընտրությունների մասնակցենք, ընդհանրապես տեղական համայնքների ընտրություններին ես գտնում եմ, որ չպետք է կուսակցանացնվել, պետք է համայնքի ժողովրդին ինքնուրույն տալ հնարավորություն իրանք ղեկավար ընտրեն ու մեծ նշանակություն չտալ դրան, իշխանությունը պարտավոր է օրենքի շրջանակում համագործակցի ցանկացած անձի հետ, որը ընտրվում է ու վերջ, որտեղ ժողովուրդը անմիջապես իր հասարակ հարցերը լուծում է այդ ղեկավարի հետ։ Պետք չի տեղ կուսակցանացնվել կամ խնդիրներ դնել։
Ես այդ ձև եմ մտածում, այդ ձև եմ գնահատում եւ պետք է մաքսիմալ նրանց տալ ինքնուրույնություն կարողանան իրենց համակները ղեկավարել։ Դա համար մենք չենք մասնակցել, որովհետեւ փորձ չենք արել եւ փորձել ենք որ ուղղակի չխանգարենք մեր ոչ հայտարարություններով, որովհետեւ մի բանով։ Եվ ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանի դիրքերը այս թիմ ընտրություններով թուլացավ, ասում են Գյումրիում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հաղթեցին Նիկոլ Փաշինյանին։ Ես ինչքան ինֆորմացիա ունեմ, ինչքան ես գիտեմ, ես չեմ գտնում, որ կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այնտեղ ունեն տեխնացուներ։ Ես չեմ գտնում։ Կարող է կողմնակից լինեն, չգիտեմ, ինչ-որ սիմպաթիա ունեն իրար նկատմամբ, բայց չեմ գտնում, որ դրանք իրանց մարդիկ են, սա մեկ, ինչքանով էլ դա ոմանք չեմ ուզում տենց լսեն, իրականությունն եմ ես ասում, մեկ, իսկ կարամ ձեզ հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանը 2007 թվականին առաջի անգամ որ պատգամավոր է դարել է Դաշին կուսակցությունից։ Հիմի համարենք, որ Մարտուն Գրիգորյանը բաբայանական, թե չէ։ Դու դու ջահերես չես հիշում տես բաները։ Բայց եղել է, տենց է։ Հիմի դա համար խոր մտածեք, հետո տենց ձևակերպումներ տվեք, տենց չի, դա հետ կապ չունի, մարդիկ իրանց համայնքում պայքարել են, սիմպաթիա ունեն, ասենք, կարող է Գյումրու այդ ղեկավարը այսօր համագործակցում է տվյալ ուժերի հետ պատգամավոր է եւ այլ, մյուսներն ասենք Ռոբերտ Քոչարյանին վարանում, հարում, բայց ասել, որ այս մեկն է կրել թե մեկը, ես չէի համարի դա այդ ձև, ինչ վերաբերում է պարտությունա, թե ինչ է, իշխանությունները երկու համայնքում բոլոր իրանց լծակները օգտագործելով, ադմինիստրացիվ բոլոր լծակները, կան այնքան, ինչքան կան, եթե ուշադրություն ես դարձնում, նույն 36-37%-ը, որ ունեցել են եւ այն համայնքում, եւ այն համայնքում, այսինքն ադմինիստրացիան անգամ այդ երկու կենտրոնում այդքան կենտրոնացած, ինքը դրանից ավել չի կարող վերցնել, այսինքն ես համարում եմ, որ 25%-ը ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործել, 11%-ը Նիկոլ Փաշինյանի ձայներն է, տնտեսական այս տարին ոնց որ սկսել է այս ռեկետը, որ անում են ամբողջ քաղաքական դաշտում սոցիալական, ասենք բիզնեսի հետ, դա ավելի է վատարանալու եւ տարվա վերջին ուրիշ պատկեր ենք ստանալու։ Սա իրական, բայց չի կարա չանի այդ ռեկետը։ Չի կարա, որովհետեւ ու մի տրիլիոն բացակայում է բյուջեից, չկա, պետք է կամ բոնդերը 750 միլիոն, 1 միլիարդ 750 միլիոն էլ պետք է հարկ հավաքեն։ Եվ այսօր Հայաստանը այն դիրք չի, որ միջազգային հարթակում այնքան պետք է, որ գումարային վլիվանի անեն, ասեն գումարով օգնեն Հայաստանը ինչքան էլ փորձեն իշխանությունները ցույց չտան, ոչ մեկը այդ ուշադրության կենտրոնում չեք։ Դուք ձեզ թողած է ինքնուրույն, դուք պետք է ինքնուրույն կարողանալ ձեր խնդիրները լուծեք։ Դա համար պետք է մտածել։ Բայց ինչ է կարծում 26-ին իշխանափոխություն կլինի, թե ոչ։ Դեք դա ամբողջովին կախված կլինի ընդդիմադիր դաշտը, ինչքան է գնում կոնսոլիդացիայի, ինչքան է ճիշտ ձևակերպում իր խնդիրները եւ ինչ միավորներ են ստեղծվում պայքարելու համար։ Դա դրանից է կախված լինելու։ Եթե ճիշտ վերադասավորվեն եւ ճիշտ խնդիրներ դնեն ու պայքարեն, այո, փոփոխության անպայման լինելու է։ Եթե էլի այս ձև ոնց հիմի իրար ուտում են, իրար հետ խնդիրներ են լուծում բոլորի հետ, ոչ մի գաղափար չկա դաշտում, իհարկե ոչ մի բանը չի փոխվելու։ Դուք օրինակ ձեր ուժին ձեզ պատկերացնում եք մի կոալիցիայում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ստեղծված, որտեղ
Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է։ Ես մի 10 օր առաջ հարցազրույց եմ տվել այդ թեմայով, ինձ հարց են տվել, ես բացատրել եմ, որ Նարեկ ջան, անհնարին է, ձեր պրոբլեմը նա է, երբ որ դուք ասում եք եկեք բոլորս միանանք, տարբեր գաղափարներով, տարբեր մտածելակերպով, տարբեր խնդիրներով լուծենք այդ խնդիրը։ Ես ասում եմ առաջին հերթին պետք է գաղափարապես մարդիկ հասկանան, միանան, ես սա նոր չեմ ասում, սա խնդիր է, ես չեմ տեսնում այդ ձեր միացում, այդ ուժերի հետ, ձեր նշած, ես տեսնում եմ, որ տարբեր ուժեր միացել են, տարբեր խմբավորում ստեղծել են գաղափարներ, որը ընդհանուր բոլոր խմբավորումներն են ուզում են իշխանություն, պայքարում են գործող իշխանությանը դեմ, այո, որ իրան գան իշխանության, ամեն մեկն էլ համարում է, որ ինքը առաջ տեղով է գալու եւ կառավարությունը ինքն է կազմելու։ Այդ հավատում եմ։ Մնացած բոլորը համարում են, որ կինոյի դասից է։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։